Բայց այսօր ասել, որ գիտեք, ես ավանտյուրիզմ եմ համարում, այն ուժերի ասած, նրանք ասում են, հա, այս ընտրությունները մենք հաղթենք ու կվերադարձնենք Արցախահայերին Լեռնային Ղարաբաղ։ Ում եք ֆռռացնում։ Կամ ինչ եք ասում։ Ասում եք, որ հիմա մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ պատերազմի ու գնալու ենք այդ պատերազմում հաղթենք։ Ում եք Չէ, միջազգային երաշխիքների դեպքում հնարավոր է, բայց այդ միջազգային երաշխիքների նշանակում է Ադրբեջանի ինքնիշխանության սահմանափակում։ Այսինքն Ադրբեջանը պիտի համաձայնվի, որ ասենք ընդ կան դիտորդներ, կան ինչ որ խաղաղարար ուժեր, չգիտեմ միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը չի համաձայնվի դիվանագիտական ճնշումների ներքո ու չկա տենց ճնշում աշխարհում, այսօր չկա ու չի կարող լինի մոտակա ժամանակում, որը ասենք կպարտադրի Ադրբեջանին գնալ նման իր ինքնիշխանության սահմանափակման Արցախի հանրապետության տարածքում գումարած ինչ որ միջազգային երաշխիքներից չի լինի այդպես բան։ Եկեք հեքիաթներով չապրենք։ Երազում ենք ինչ որ անիմաստ բաների մասին, որ ինչ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկելու բան ունենք մենք, կներեք։ Հայաստանի Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված սահմաններում փրկելու առաքելություն ունենք։ Այդ Փաշինյանն է այդպես արել, որ մեր առաքելությունը իջել է այդ մակարդակի։ Բայց մենք հիմա ունենք այդ առաքելությունը։ Եկեք դրանով զբաղվենք։